Մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպությունը ներկայացնում է անցնող շաբաթ աչքի ընկած կրթության վերաբերյալ առավել ուշագրավ լուրերը, որոնց ծանոթ լինելը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանում հանրակրթության որակի բարելավմանն ուղղված քայլեր նախաձեռնելուն։ Վրաստանում գալիք սեպտեմբերից դպրոցական համազգեստը կլինի պարտադիր, առաջին փուլում կընդգրկվեն 1-ից 6-րդ դասարանցիները, համազգեստի արժեքը մոտ 30-ից 50%-ով ավելի մատչելի կլինի, քան այժմ ծախսում են ծնողները երեխաների նոր ուսումնական տարվան պատրաստելու համար, News Georgia-ին տված հարցազրույցում հայտարարել է կրթության փոխնախարար Զվիադ Գաբիսոնյան։ Փոխնախարարի խոսքով համազգեստի վերջնական գինը դեռևս որոշված չէ, քանի որ շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է դիզայնի հաստատման գործընթացին զուգահեռ։ Նախնական հաշվարկներով մեկ ամբողջական հավաքածում կարժենա մոտ 100 լարի, մոտ 14,000 հայկական դրամ։ Գաբիսոնյանն նաև ընդգծել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին համազգեստը կտրամադրվի անվճար։ Ծրագրի ընդլայնումը այլ խմբերի վրա այս պահին չի դիտարկվում, սակայն հնարավոր լրացուցիչ որոշումներ չեն բացառվում շուկայի ուսումնասիրության ավարտից հետո։ Գների վերահսկման և դրանց արհեստական բարձրացումը կանխելու պարտավորությունը ստանձնել է կառավարությունը, որը պետք է համակարգի գնումներն ու մատակարարումը սահմանափակելով մասնավոր հատվածի ազդեցությունը գնի ձևավորման վրա։ Կրթության նախարարությունը համազգեստի էսքիզները ներկայացրել էր անցյալ շաբաթվա սկզբին։ Դրանք դասական ոճի հավաքածուներ են, աղջիկների համար նախատեսված ինչպես կիսաշրջազգեստի, այնպես էլ տաբատի տարբերակներով։ Իշխանություններն այս նախաձեռնությունը դիտարկում են որպես հանրակրթության մեծածավալ բարեփոխումների կարևոր փուլ, ենթադրելով, որ համազգեստը կնպաստի ուսումնական մթնոլորտի ձևավորմանը, կնվազեցնի երեխաների միջև տեսանելի սոցիալական տարբերությունները և կհաստատի դպրոցական ավանդույթներ, ինչպես զարգացած երկրների մի շարք դպրոցներում։ Վրաստանում անկախության վերականգնումից հետո պետական դպրոցներում համազգեստ չի եղել։ Դա պարտադիր չի եղել։ 1990-ականներից համակարգը աստիճանաբար հրաժարվել է խորհրդային պարտադիր համազգեստից։ Հունաստանում օրենքի ուժով մինչև 15 տարեկաններին 2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի սոցիալական մեդիայի օգտագործումը։ Այս քայլի հիմքում երեխաների հոգեկան առողջության վատթարացումն է, էկրանային կախվածությունը և առցանց անվտանգության խնդիրները։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շաբաթներ առաջ դիմել էր երեխաներին՝ օգտագործելով 2025 թվականին տարածված Six7 ինտերնետային մեմը, որը լայն տարածում էր գտել հատկապես TikTok-ում։ Միցոտակիսը Հունաստանի այս քայլն այնքան էր կարևորել, որ անգամ հայտարարել էր, թե նպատակը Եվրամիության մակարդակով նման քաղաքականություն խթանելն է։ Նման սահմանափակումները պարտադիր են այլ երկրներում ևս։ Ավստրիան սոցցանցերին երեխաների հասանելիության սահմանափակման օրենքի առաջատարն է։ Առնվազն տասնյակ եվրոպական երկրներ արդեն ընդունել են կամ քննարկում են օրենսդրություն, որը սահմանում է սոցիալական մեդիայի օգտագործման նվազագույն տարիք, սովորաբար 13-ից 16 տարեկանների միջակայքում։ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ Եվրամիության միասնական տարիքային վավերացման գործիքը պատրաստ է և առաջիկայում կհանրայնացվի։ Հավելվածը պետք է թույլ տա հաստատել օգտատիրոջ տարիքը առանց լրացուցիչ անձնական տվյալների բացահայտման։ Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ընդգծել է, որ այս նախաձեռնությունն ուղղված է թվային միջավայրում երեխաների պաշտպանությանը, ապահովելով տվյալների գաղտնիությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմելով ավագ դպրոցականներին սոցիալական մեդիան համեմատել է ջունգլիների հետ, նշելով, որ կանոնների բացակայությունը խլում է երեխաների ուշադրությունը։ Մենք ձեզ թողել ենք այս ջունգլիներում և այն խլել է ձեր ուշադրությունը, բառացի ասել է նախագահը և ավելացրել. պետք է օգնենք ձեզ դառնալ չափահաս, իսկ ամենից առաջ քաղաքացի։ Մակրոնը կոչ է արել անջատել հեռախոսները և սկսել գիրք կարդալ։ Նաև
առաջարկել է սահմանափակել սոցիալական մեդիայի օգտագործումը մինչև 15 տարեկանը։ Ահա թե ինչու ուզում ենք ասել, որ մինչև 15 տարեկան այլևս սոցիալական մեդիա չկա։ Նա նաև առաջ է քաշել օֆլայն օր գաղափարը, առաջարկելով ամսական 1 օր ամբողջությամբ հրաժարվել թվային հարթակներից, այդ օրը կարող է օգտագործվել ընթերցանության, թատրոնի կամ այլ ստեղծագործական գործունեության համար, ցույց տալու, որ կյանքը հնարավոր է նաև առանց սոցիալական մեդիայի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմության մեջ առաջին անգամ 2 տարով նստաշրջանի նախագահ ընտրված ԽՍՀՄ ներկայացուցիչը եղել է Հայ ազգի ակադեմիկոս Նորայր Սիսակյանը։ 1964 թվականի հոկտեմբերի 20-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 13-րդ նստաշրջանի ընթացքում անդամ 115 երկրների պատվիրակներ միաձայն քվեարկեցին։ Նորայր Սիսակյանի գործընկերները, ԱՄՆ-ի ներկայացուցիչները կուլիսային քննարկումների ժամանակ նախքան գլխավոր հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրումը փորձել են համոզել Ինդիրա Գանդիին առաջադրել իր թեկնածությունը խոստանալով լիակատար աջակցություն։ Ինդիրա Գանդին պատասխանել է. «Պրոֆեսոր Սիսակյանը մեր թեկնածուն է»։ Սիսակյանի թեկնածությունը սատարեցին թե Արևելքի, թե Արևմուտքի երկրները։ Նրա բացման խոսքն այնքան տպավորիչ էր գիտության ու մարդասիրական արժեքների միաձուլմամբ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ռենե Մայոն այն բնորոշեց գիտության օրհներգ։ Սա պատմական ելույթ էր, որտեղ հայ ազգի գիտնականը հանդես էր գալիս ոչ թե պետությունների նեղ շահերի, այլ ողջ մարդկության ապագայի անունից։ Ակադեմիկոս Նորայր Սիսակյանն իր ելույթում ընդգծել էր միջազգային փոխըմբռնման հասնելու կարևորությունը, այդ հարցում կրթության, գիտության և մշակույթի դերակատարությունն ու ազդեցությունը։ Մեջբերում Սիսակյանի ելույթից. «Աշխարհի ժողովուրդների ողջ մարդկության համար չափազանց կարևոր է հասնել միջազգային փոխըմբռնման, հնարավորություն ստանալ օգտագործելու այն ամենը, ինչ տալիս է մեր ժամանակի գիտությունը մարդկանց բարեկեցության, կրթության և մշակույթի զարգացման անընդհատ աճն ապահովելու համար։ Գիտությունը միշտ էլ առաջադիմական դեր է խաղացել քաղաքակրթության պատմության մեջ։ Մեր ժամանակներում նոր սոցիալական պայմաններում այն դառնում է անմիջական արտադրողական ուժ, քանի որ մարդու ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակիորեն սերտորեն կապված է գիտատեխնիկական նվաճումների կիրառման հետ։ Եվ այստեղ առանձնահատուկ նշանակություն են ստանում երկու խոշոր հիմնախնդիրներ։ Առաջինը տեսական հիմնարար հետազոտությունների զարգացումն է այնպիսի գիտությունների բնագավառում, ինչպիսիք են ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, երկրորդը գիտության կապը արտադրության հետ։ Այս օղակները փոխկապակցված են և հավասարապես անհրաժեշտ գիտատեխնիկական մտքի առաջընթաց զարգացման համար։ Գոյություն ունի շատ սերտ կապ տեսական հետազոտությունների և այդ հետազոտությունների արդյունքների գործնական կիրառման, այսինքն արտադրության միջև։ Եթե անցյալում Գալվանիի կողմից կենդանի օրգանիզմներում էլեկտրական երևույթների հայտնագործումից հետո անցան տասնամյակներ, մինչև հայտնվեց առաջին էլեկտրական լամպը, ապա մեր ժամանակներում ցանկացած կարևոր հայտնագործություն շատ արագ, գերազանցելով իր ստեղծողների ամենալավատեսական հույսերը, դառնում է արտադրության սեփականությունը։ Հայտնի է, որ մաթեմատիկայի զարգացումը պայմանավորեց մաթեմատիկական տրամաբանության և կիբերտեխնիկայի ծաղկումը, որոնք էլեկտրոնիկայի հաջողությունների հետ համակցված հանգեցրին հաշվիչ և կառավարող մեքենաների ստեղծմանը, որոնք բացառիկ կարևոր դեր են խաղում ինչպես գիտության, այնպես էլ տեխնիկայի մեջ։ Տեսական և փորձարարական ֆիզիկայի բնագավառի հաջողությունները մարդուն տվեցին իշխանություն ատոմային միջուկի էներգիայի վրա և այժմ նպաստում են թերմոմիջուկային գործընթացների սանձահարման և դրանք, որպես խաղաղ էներգետիկայի հզոր, գործնականում անսպառ աղբյուր օգտագործելու խնդիրների իրականացմանը։ Տեսական բնագիտության հաջողությունները բացեցին տիեզերքի հետազոտման դարաշրջանը արհեստական արբանյակների, հրթիռների ու տիեզերանավերի օգնությամբ և ստեղծեցին անհրաժեշտ նախադրյալներ տիեզերքի ավելի խոր թափանցման, տիեզերքի բնական երևույթների ճանաչման և արեգակնային համակարգի մոլորակների մերձեցման համար։
Ժամանակակից կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, մանրէաբանության զարգացումը հիմք ստեղծեց հակաբիոտիկային, վիտամինային, ֆերմենտային և դեղագործական արդյունաբերության ճյուղերի առողջացման համար, որոնք կարևոր նշանակություն ունեն մարդկանց կյանքի համար։ Այսպիսով, տեսական հետազոտությունները կանխորոշում են գիտագործնական հաջողությունները և տեխնիկական առաջընթացը, իսկ երբեմն նույնիսկ հանգեցնում գիտելիքի նոր բնագավառների և արտադրության ճյուղերի ստեղծումը։ Սա մեջբերում էր Նորայր Սիսակյանի ելույթից։ Ակադեմիկոս Սիսակյանի ականավոր գործունեության վերաբերյալ տեղեկությունները տրամադրել է Սիսակյան կենտրոնը։ Կրթական լուրերին կարող եք ծանոթանալ media4edu.am կայքում։